Ավետանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է, մինչև չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայություն։ Ուրեմն երեխայի առանձնահատկություններից մեկն է իր բնական վիճակն։ Ինքը միշտ անկեղծ բնական վիճակում։ Երբեք որևէ մեկի համար, որևէ մեկին հաճոյանալու համար, որևէ մեկին կարծիքով չի շարում երեխան, ինքն իրան աշխարհ ունի։ Ինքը ապրում է շատ բնական, խաղաղ, հանգիստ վիճակում։ Եվ որևէ մեկն էլ չի նեղանում, չէ՞ երեխայից, ինչու ինքը բնական։ Ինչու ենք օրինակ մեկին տեսնում ձեռով կարողանում, այ, բայց մեծը եթե այդպեսի բան անի, կասեն չէ, այդպես չի։ Ուրեմն մենք պետք է երեխայից սա սովորենք։ Մենք հիմնականում երկու ծայրահեղությունների մեջ ենք ընկնում։ Կամ շատ ենք մարդկանց կարծիքը հաշվի առնում, մարդկային ամոթը, չէ, Ավետարանում Քրիստոս ինչ ասում, մի փնտրեք մարդկանցից եկող փառքը, այլ Աստծուց եկող փառքը։ Մարդկային կարծիքը, ամոթը կամ շատ ենք հաշվի առնում, կամ ենք լրիվ արհամարում ենք։ Եվ դժվար այդ սահմանը գտնել։ Մենք հաշվի պետք է նստենք աշխարհի հետ, թե չէ։ Ուրեմն մենք երբ որ ներամփոփվում ենք մեր մեջ, սկսում ենք աղոթել, սկսում ենք աստվածապաշտության կյանքով ապրել, ինքը Սուրբ Հոգին մեզ հիշեցնում ամեն ինչ։ Այսինքն մենք երբ որ մեր ներսից անկեղծ ենք լինում, մեր աղոթքի մեջ, մեր քրիստոնեական ընթացքով, մեր կյանքով, այլևս կարիք չի լինում մտածել մարդկային կարծիքի մասին։ Բայց մեկն ինչ կասի, մեկն ինչ կասի, բայց ես ցույց արեցի, ցույց չարեցի։ Դու ներսից ցույց չես անում։ Ներսից դու անկեղծ ես։ Քո ներսի ձայնը դու լսիր։ Խաղաղ է, հանգիստ երեխա չէ, ինքը ներսի ձայնն է ինքը լսում, շատ բնական, խաղաղ, հանգիստ, ուրախ երջանիկ է։ Ինչ էլ որ ինքը անում է, որևէ մեկի կարծիքը հաշվի չի առնում։ Իհարկե մենք չենք կարող կատարյալ նույն ձևով ապրել, բայց նույն ձևով պետք է մտածենք։ Բնական պետք է մեզ պահեն։ Մարդկային կարծիքը մեզ համար կյանքի ուղենիշ չպետք է լինի, ցավոք սրտի, այսօրվա աշխարհի իրականություն ուրիշ է, մարդկային կարծիքով մարդիկ իրենց կյանքն են դասավորում։